Սիրելիներս, ուզում եմ խոսել Հիսուս Քրիստոսի, մեր Տիրոջ, մեր Աստծո գալստյան մասին, երկիր եւ որպես մարդ եւ որպես Աստված, թե երբ էր մենք բոլորս գիտենք երբ էր նրա առաջին գալուստը երկիր, բայց երբ է լինելու նրա գալուստը երկրորդ անգամ երկիր, արդյոք նա որպես մարդ այլևս երբևիցե գալու է երկիր կամ եկել է արդեն, թե ոչ, բացի առաջին գալստյանից, երբ նա ծնվեց 2000 տարի առաջ, դրանից բացի եղել է կամ կլինի արդյոք մի օր, որ Տեր Հիսուս Քրիստոսը նորից որպես մարդ, մարդացած, մարմնավորված մարդու մեջ կհայտնվի աշխարհի վրա, երկրի վրա, թե ոչ։ Խոսելու եմ հափշտակությունից եւ Տիրոջ իրական երկրորդ գալուստից երկիր, թե նա ինչպես է գալու, երբ եւ որպես ով։ Ուզում եմ ասել, որ կա կեղծ միտք, սուտ, չարից ստեղծված միտք, թե Հիսուս Քրիստոսը բացի առաջին գալուստից երկիր 2000 տարի առաջ, բացի դրանից արդեն եւս մի անգամ եկել է երկիր եւ դա ներկայում է, իբր հիմա է եւ դա սատանայից է, այդ թյուր միտքը, որ տարածվում է մարդկանց մեջ, ինչու է սատանայից, որովհետեւ միայն սատանան է ուզում խաբել, խաբում է միայն սատանան եւ սատանան է ուզում Տեր Հիսուս Քրիստոսից մեզ հեռացնել հենց Տեր Հիսուս Քրիստոսի անվան տակ, խաբել մարդկանց թեկուզ այս կերպով ասել, որ Հիսուս Քրիստոսը արդեն եկել է, երկրի վրա է, ապրում է երկրագնդի վրա եւ մարդացած է, մարդու մեջ է ծնվել նորից եւ այդպիսով մարդկանց շեղում է Հիսուս Աստծուց, ով իրականում իր թագավորությունում է ապրում, բայց Սուրբ Հոգով ապրում է երկրի վրա, որովհետեւ Աստծո Սուրբ Հոգին երկրի վրա է, մենք դա պետք է հիշենք եւ Տեր Հիսուս Քրիստոսը, Հայր Աստված, հենց Սուրբ Հոգով են մեր հետ եւ մեր մեջ։ Հիմա խոսվում է, թե Տեր Հիսուս Քրիստոսը մարդացած է, այն էլ Հայաստանում է եւ նա ապրում է եւ արարում է։ Դա մեծագույն կեղծիք է, չարի կողմից ստեղծված եւ ես կարծում եմ, որ կա մարդ, ով մտածում է, թե ինքն է հենց այդ Տեր Հիսուս Քրիստոսը մարդացած է եւ չարը այդ մարդուն խաբել է, ասելով, որ դու Հիսուս Քրիստոսն ես։ Եվ եթե դա իրոք հենց այդպես է, իսկ ես դա ինձանից չեմ հորինում, այդպիսի խոսակցություններ